Այսի շրջանում ականատեսենք լինում Բարգավաճ Հայաստանի թեմի ազատամարտիկների եւ Երկրապահ կամավորական միության անդամների հերակա բանավեճը, որը ազատամարտիկները առաջին է ինչով է պայմանավորված ոչ սեփականություն չեն, Հայաստանի Հանրապետությանն են ազատամարտիկները, թե դուք ում համար բաժանումներ եք արել, դա ձեր գործն է։ Ազատամարտիկ հասկացությունը դա Հայաստանի Հանրապետության պետության ժողովուրդն են։ Դեպքում այդ երկու թևի մեջ հակամարտություն կա, որը արդեն փողոցային բառերով միմյանց վիրավորանքներ են հասցնում, դա ինչով է պայմանավորված։ Ընդհանրապես, այո, նմանատիպ բաներ լմա, բայց դե այդ ազատամարտիկներն էլ բան ունեն, թող իրար մասի բան կա խոսեն, բայց սրա նրա համար չխոսեն։ Եթե ես քեզնից նեղացած եմ, քեզ ասեմ, ոչ թե ասենք Պողոսի մար Պետրոսին բան ասեմ, հասկանում ես, ոչ մեկի ազատամարտիկը ոչ մեկի սեփականությունը չի, երկրի պետության սեփականությունն է, ոչ թե պետության մարդ է, պետության քաղաքացիան, նա կարա պետությանը մարմինակ բանանի։ Իսկ սրան համար որ արեցին, ուրեմն որպես ոչ ազատամարտիկ են, այլ քաղաքական գործիչներ։ Եթե մարդը հետո քաղաքականության մեջ ու ինքը իրան չի ներկայացնում քաղաքական գործիչ, այլ ազատամարտիկ, նա էլ ազատամարտիկ չի։ Այն ազատամարտիկ է, որ մտավ քաղաքականության մեջ որպես քաղաքական գործիչ չներկայացավ, այլ ազատամարտիկ, Թուրքի դեմ այլ է որ ազատամարտիկ ա գնում։ Եթե քաղաքական գործիչ է, կամ քաղաքական չէ, բայց դի քաղաքական լեզվով խոսի քաղաքական մարդկանց հետ։ Ազատամարտիկը դա այն մարդն ով հայրենիք է պաշտպանում, սահման է պաշտպանում, մորն է պաշտպանում, ընտանիք է, պետությունը, զենք է վերցնում։ Իսկ եթե ազատամարտիկը գնում է ինչ-որ միտեղ մի հատ քաղաքական գործիչ կողականում կամ քաղաքական գործիչ է, այլ ազատամարտիկ ասելու իրավունք չունեն, ոչ էլ դուք ասեք։ Եթե մտնում են քաղաքականության մեջ, ազատամարտիկ բառը մի թողան։ Հասկանում ես։ Ամեն դեպքում այդ հակամարտությունը ինչով է պայմանավորված, կա կոնկրետ ինչ որ մեկի կողմից ուղղորդված է։ Ես չգիտեմ, բայց եթե անում են, ուրեմն այո ուղղորդվում են։ Դե ով ուղղորդում, էլի ումը պետք է, ումը ձեռնատու է այդ բայերին։ Չնայած խելացի մարդիկ չեն, ես մենակ կարամ ուղղորդվեմ իմ երկրի պետության համար, իսկ սրանան նրան թոյթան մեկը ղուրբանել են իմ հորն ու մորը։ Ասում ես, ինչ որ սրանան ուղղորդվեմ։ Ես ուղղորդվելու եմ մենակ իմ երկրի պետության, իմ ժողովրդի համար։ Այն էլ ես կամովին։ Իսկ որ եթե որ պիտի սրան նրան որևէ մեկը ասելով ուզելով հլի սրան վարկաբեկի նրան լավ չի։ Պարոն Գրիգորյան, բայց ամեն դեպքում երկրապահն կանգնած է Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի կողմին։ Այդ դեպքում ձեր առաջարկած տրամաբանությամբ կարելի է համարել, որ դուք եք քաղաքական գործիչ։ Հանրապետական կուսակցությունը դա Աշոտ Նավասարյանն է, Հանրապետական կուսակցությունը դա Վազգեն Սարգսյանն է, Հանրապետական կուսակցությունը դա Անդրանիկ Մարգարյանն է, Հանրապետական կուսակցությունը դա Սերժ Սարգսյանն է, որոնք բոլորն էլ ազատամարտիկ, կռիվ անցած, պատերազմ անցած, երկիր կառուցած, պետական բոլոր կառույցներով անցած մարդիկ են իրենց երկրապահի ղեկավարները։ Բացի իզնից ես էլ փոխնախարար եմ, այն էլ դուրս եմ։ Ես հանրապետական կուսակցությունը դա գաղափարի ազգ է, Նժդեի գաղափարակիցն է։ Ճիշտ է, այնտեղ քաղաքական գործիչներ կան, այնտեղ պետական գործիչներ կան, բայց մենք այսօր ոչ թե կողին ենք կայանում, մենք դրանցից մեկն ենք, Նժդեի գաղափարակիրներից մեկն ենք։ Ու մենք ազատամարտիկներս երկրապահների մասին է խոսքը, դրանք այն կառույցն է, որը որ այդ պետությունն է ստեղծել։ Մենք կարող ենք միայն ով պետության շահերն է, ես ժամանակին կանգնել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կողը, երբ որ նախագահել է, կանգնել եմ Ռոբերտ Քոչարյանի կողը նախագանել է, ով էս երկրի նախագանել է, երկրապահը պարտավոր է կանգնել պետության, պետականության կողին, որտեղ պետություն, պետականություն ստեղծողը երկրապահն է, ինքը իր կողը պարտավոր է կանգնել, հասկանում ես, իսկ որ քաղաքական ուժը կլի անունը կտնեն, ասենք Ռոբերտ Քոչարյանը ոչ մի քաղաքականության մեջ չկար, մենք պարտավոր էինք կանգնում էինք կող, այո, օգնում էինք, ինչով կարող ենք, նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից շարքային զինվորից ոչ մի բանից ամեն ինչ սարքեր ենք, արել ենք, կանգնել ենք կողին։ Եթե առաջիկայում Ծառուկյանը դառնա նախագահ, ինչպես առաջարկ ասել է, հա, ինքը պատրաստ է կանգնել։ Եթե դառնա, նոր եմախ խոսանք, կգաս հարց կտաս կպատասխանեմ։ Շատ մարդ ուզում, բան ինչ ինչպես մենակ կարող վեսիմով դառնա, դուք դառնան, տենանք ով է դառնում, լավ պիտի դառնան։ Անկախ դրանից թե ով պիտի դառնա, լա թող դառնա, նոր հարցը կտաս կպատասխանեմ։ Այդ հակամարտությունը ինչով է ավարտվում։ Ինչի հակամարտությունը։ Հայ-ադրբեջանական թե ինչի։ Տունձի կարաս լսի ընձի абսոլютно դրանք չի հետաքրքրում։ Ընձի մենք ում հետ։ Ես իմ հաշվարկներ մենակ ադրբեջանցու հետ եմ տենում։
Հետո տես մարդ էլ չկա, որ ես հետ ուզենամ տենամ կամ չտենամ։ Եթե ադրբեջանցի լի կտենամ։ Ու էլ նես կտենամ կզարմանամ։